Դեր Հիսուսի անով գողջրեմ ձեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, փառք որ դեր մեզի աշճապատել բահեց եւ այս օրհնյալ արիթը այս արիթիով մենք գործնվենք իր խոսքը կխորհրդածենք, մեր անմա հոգիները կսնուցանենք եւ մեր հավատքը կգառուցենք։ Փառք իր խոսքին համար։ Աստծո խոսքը Երկսայրի սուրի նման է, նաև նման ծված է գարկը բաներու, որ մեզի հետ ընելիք ունի, ան նման ծված է հայելի, անոր միջոցով մենք մեզ գտեսնենք, նաև լույսի, ջրակի, մեզ գարաչնորդ է, իրապես հավատացյալին վայելած շնորհները անթիվ եւ անհամար են, բոլորին համար փառք ունենք։ Պիտի շարունակենք մեր սերտողությունը առաջին Թեսաղոնիկեցիս երկրորդ գլուխին 8-րդ համարեն սկսյալ։ Նախորդ համարներում մեջ կտեսնենք, թե ինչպես առաքյալը Աստուծո ծառայիմը մինչ ինք կծառայե անոր հատկությունները կնկարագրե, թե ժխտական, թե նաև թրական։ Եվ այս 8-րդ համարի մեջնալ ուր գսե առաքյալը, ուրեմն նույնպես մենք ծեր վրա փափակ ունենալով գոհոժարեինք ու ոչ միայն Աստուծո ավետարանը ցեզի դալ, հաբա մեր անձերնալ, վասնզի դուք մեզի սիրելիներ եղաք։ Այս համարի մեջալ ծառայության երկու թրական հատկություններ եւս կհիշե Պողոս առաքյալ՝ հոժարություն եւ սեր։ Առաքյալը Թեսաղոնիկեի նորահավատները իր զավակները գսեբեր եւ քրիստոնեական առաքինություններով անոնց հետ գվարվեր, մինչ իրենց մեջ կծառայեր, ոչ թե անոնց վրա գիշխեր, որպես թե ինք թագավոր էր ու անոնք հնազանդ ծառաներ, հաբա ինք անոնց կծառայեր, ինչպես Քրիստոս, որոսավ Որդի մարդո չեկավ սպասավորություն ընդունելու, հաբա սպասավորություն անելու եւ իր կյանքը շատերու համար փրկանք տալու։ Մատթեոս 20-րդ գլուխի մեջ կգարտանք 28-րդ համար։ Աստուծո ճշմարիտ ծառամը հեզությամբ կծառայե հավատացյալներուն ու իր նման Աստուծո ծառաներուն հետ գոհոժարի կորձակցելու, որբեսի Քրիստոսի անունը չարադավորե եւ մարդիկ չկայտաղեցնեն։ Եվ այս խոնարհություն կբանչե։ Խոնար անձը միայն գոհոժարի կորձակցելու։ Տեր Հիսուս հեզ ու խոնար էր։ Եթե գարտակ Մատթեոս 11-րդ գլուխին 29-րդ համարի մեջ հոն Հիսուս ըսավ եւ հոն կտեսնենք Տերոջը խոնարհությունը։ Ինձ մեզ սորվեցեք ըսավ, որ ես հեզ եմ, խոնար եմ։ Անոր համար մեր Տերը հոժարեցավ մեր անմա հոգին փրկության համար խաչը բարձրանալ եւ առաքյալը գտելատրե որ մենք ալ Քրիստոսի միտքը ունենանք եւ այդ միտքը սիրելներ խոնարհության միտքն է։ Եթե գարտանք Փիլիպեցիս երկրորդ գլուխը Փիլիպեցիս 2 հոն կտեսնենք 5-8 համարներում մեջ առաքյալը գսե Ցեզ մե ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ միտքը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստուծո գերբարանք ունենալով հափշտակությունը չսեբեց Աստուծո հավասարը լալը, հաբա անձը ունայնացուց, ծառայի գերբարանք առնելով, մարդոց նմանը լալով եւ գերբարանքով մարդու վես գտնվելով, ինք զին խոնարեցուց մինչև մահվան հնազանդ եղավ, ու այնալ խաչին մահվանը։ Հոժարությամբ եւ սիրով մատուցված ծառայությունը սիրելներ անպայման իր թրական աստեցությունը գթող է։ Ավետարանը ոչ փիլիսոփայություն է, ոչ ալ խոսքերու հավաքածո, զոր Աստուծո ծառան կներկայացնե, այլ Քրիստոսի սերեն մղված գավետարան է։ Բարի լուրը կփոխանցե եւ գրնա առաքյալի նման ասել ոչ միայն Աստուծո ավետարանը ցեզի դալ, հաբա մեր անձերնալ, ինչպես կարդացինք 8-րդ համարի մեջ։ Մեր անձերնալ։
Դարսոնցի սողոս, որ առաջ մոլերանտ ավանտաբաշտ մներ, քրիստոնյաները հալածող, սամարացիները շուներ գոչող, հեթանոսները անարգող, երբ հարուցյալ Քրիստոս մուտք կգործե անոր սրդի մեջ, Հիսուսի սիրով լեցված քեղեցիկ խոսքերով գարդայդվի, ուր Աստուծո մեջ շնորհքը գտեսնենք, որ գներշնչե իր ծարան քրելու, թուք մեզի սիրելիներ եղաք։ Այդպես կարտացինք։ Ուրեմն գսե գոհժարենք ոչ միայն Աստծո ավետարանը ցեզ դալ, հաբա մեր անձերն ալ վասնզի թուք մեզի սիրելիներ եղաք։ Ինչպես եւ ինչ հիման վրա սիրելիներ եղավ, պատասխանը Աստուծո ավետարանով։ Իրապես ավետարանի մեջ թե զորություն կա, թե սեր կա։ Հավատացյալներ զիրար կգաբեն, երբ ավետարանին գհնազանդենք, ավետարանի մեջ իրապես լեցուն օրհնություններ կան եւ հավատացյալները զիրար կմիացնեն։ 9-րդ համարի մեջ առաքյալը գսե. «Քանզի գհիշեք եղբայրներ, մեր աշխատությունը ու չանքը, որ ցեզ մեկուն ծանրություն չդալու համար քիշեր ու ցորեկ կործելով ցեզի Աստուծո ավետարանը քարոզեցինք»։ Ծառայության երկու դրական հատկություններ եւս կներկայացնե զոր ունին Աստուծո ճշմարիտ ծառաները, ինչպես որ տեսանք, աշխատություն եւ չանք։ Հայերեն չանք հունարեն բնակիրին մոխտոն բարին թարգմանությունն է, որ կնշանակե 1. Ծանրություն շալգելով կործել, 2. ֆիզիկապես ցավ գրելով կործել։ Սուտ մարգարեներ, որոնք փեմերու եւ թիմադեդրի Facebook-ի վրա գվխտան թրագան պատկաններով հոգևոր դգիտության մեջ եղող մարդոց ուղեղները գլվան, կներկայացնեն Աստուծո ծառայությունը սահուն, հանգիստ, արադության մեջ, հարստության մեջ, Սուրբ Հոգվույն զորությամբ անշուշտ հրաշալի գործունեություններ իբարս Հիսուսի, մինչդեռ հագարակն է։ Երբ Աստուծո կծառայենք, ծանրություն շալգելով կծառայենք, ֆիզիկապես ցավ գրելով կծառայենք։ Առաքյալին քիշեր ու ցորեկ կործելով խոսքերը, որ գարտացինք հոս համարի մեջ, ոմանք որպես զգսպունք եւ վարդապետություն որթեքրած են, ըսելով ավետարանը քարոզողներ պետք է նյութական կորձ ունենան աշխատին ու իրենց ապրուստը ապահովեն։ Ասոնք իրենց գարձիկը հաստատելու համար գհիմնվի նաև մեր Տիրոջ ծրի արերեք ծրի դվեք խոսքերուն վրա։ Սակայն Աստվածաշունչին ուսուցումը ճիշտ հակառակն է, որպես զգսպունք ու վարդապետություն։ Ավետարանը քարոզողներ անշուշտ իմդի ունենալ լման ժամանակով ծառայողներ ավետարանեն պիտի ապրին։ Եթե գարտանք առաջին Կորինթացիոց 9-րդ գլուխին 6-13 համարները, Պողոս առաքյալ օրինակներով գահստադե, որ ավետարանը քարոզողները ավետարանեն ապրին։ Ուզեմ գարտալ այդ հատվածը առաջին Կորինթացիս 9:6-13 գսե. «Միթե ես ու Բարնաբաս միայն իշխանություն չունենք չկործելու, ով իր ապրուստով զինվորություն գնե, ով այքի գտնգե ու անոր բդուղեն չուդեր, կամ ով ոչխարներ գարաձե ու ոչխարներուն գաթեն չուդեր, միթե մարդկորեն գզրուցեմ այս բաները, կամ չէ որ օրենքն ալ նույնը գզրուցե, քանզի Մովսեսի օրենքի մեջ ալ գրված է, գալի մեջ աշխատող եզին թուն չգաբես, միթե եզերուն համար Աստծո հոգներ, չէ որ մանավանդ մեզի համար գսե, վասնզի մեզի համար գրվեցավ, որտև ան որ գերգե պետք է որ հույսով հերգե եւ ան որ ծորեգը գծեծե պետք է որ վայելչություն ընե։ Եթե մենք ցեզի հոգևոր բաներ սերմանեցինք, շատ բան է ցեզի որ նյութական մարմնավոր բաներ հնցենք,
Եթե ուրիշները ծեր վրա այս իշխանություն ունին, չէ որ ավելի մենք, բայց մենք այս իշխանությունը չկործածեցինք, հապա ամեն բանի գամբերենք, որբեսի Քրիստոսի ավետարանին արգելքը չլան։ Չեք գիտեր որ դաջարի մեջ աշխատողները դաջարեն գուդեն ու անոնց որ սեղանի բաշտոնյաներն են սեղանեն բաժին գարնեն։ Նաև Դիմոթեոսի մեջ առաքյալը գսե առաջին Դիմոթեոս 5 17-ն առաջին Դիմոթեոս 5 17-ն 18 գսե աղեք վերագացություն ընող երեցները գրգին բադվո արժանի թողսեպվին մանավանդ անոնք որ գաշխադին խոսքը քարոզելով ու սորվեցնելով վասնզի քիրքը գսե թե գալի մեջ աշխատող եզին թունչը չգաբես եւ թե մշակը իր բարձկին արժանի է Գորտացված քիրքի մեջ որ գարտացին 14-րդ համարի մեջ գսե նույնպես ալ դերը հրաման ըրավ որ ավետարանը քարոզողները ավետարանեն աբրին Ցավալի երևույթ այն է որ ոմանք լման ժամանակով աստուծո ծարայելը ընդրած են որպես արհեստ եւ աբրուստի ջամփա Մարդիկ այս երևույթին ագադադես դառնալով քայթաղած են ու չեն ուզեր այդ արհեստավորներուն քարոզը նույնիսկ լսել Այդպեսիներուն ոչ խոսքը ոչ ալ գենցաղը թրական աստեցություն գունենա Աստված ողորմի նման մարդոց աղոթենք որ դերը իր սրդին համեմատ մշակներ հանե ավետարանի դարացման համար Քալով մեր դիրոջ խոսքերուն որսավ ծրի արերեք ծրի դվեք Երբ գարտանք Մատթեոս 10-րդ գլուխն է Երբ գարտանք 2-15 համարները պիտի հասկանանք մեր դերոջը միտքը Հիսուս իր աշակերտները հadouk առաքելության գրգած էր միայն հեթանոսներուն մեջ գգրտնեմ միայն հրյաներուն մեջ ներողություն հեթանոսներուն մեջ չէ Գարտացեք 2-15 համարները Մատթեոս 10-րդ գլուխ միայն հրյաներուն Անոնց վրա հրյաներուն վրա գադարված հրաշներուն համար որբես վարձատրություն թրամ մի ստանակ ըսավ մեր դերը Այնպես որ հստակ է վտանգավոր է մարդս կմոլորեցնե երբ աստուծո խոսքեն նախատասություն մարնենք եւ քրված է հայդարարելով վարդապետություն շինել առանց հասկանալու խոսողին շոշափած նյութը եւ թե ինչ բարականերու մեջ ըսվեցավ այդ խոսքը եւ որու ըսվեցավ Սիրելներ սուրբ քրային որևէ նյութ երբ կսերդենք պետք է նկատի առնենք բոլոր աստվածաշունչին ուսուցումը այդ նյութին շուրջ ու ոչ թե խոսք մարնել քրված էսել եւ վարդապետություն շինել սատանան ալ քրված էսավ եւ Եհովայի գարձեցյալ վգաներն ալ քրված է գսեն Հարցը քրված է ասել չէ, այլ քրվածը շիդակ հասկանալն է։ Շատեր սուրբ գիրքը կմեկնեն սուրճի քավաթի նայող բարավ գիներու նման։ Սուրբ գիրքը սուրճի քավաթ չէ, այլ սուրբ հոգեն ներշնչված ու քրված աստվածային ճշմարտություններ են, որոնք հիմեր ունին եւ այդ հիմքերուն վրա կհասկանանք ու կվարդապետենք։ Պողոս առաքյալ երիտասարդ Տիմոթեոսին Կարևոր խոսք մըսավ իր երկրորդ նամակին երկրորդ գլուխի մեջ գսե չանք ըրե քու անցդ ընդիր ցուցունել աստուծո արչև այնպեսի բանվոր մըլլալով որ պիտի չամճնա ճշմարտության խոսքը շիդակ բացադրելով Պողոս առաքյալ հոս հայերենով թարգմանած են ճշմարտության խոսքը շիդակ բացադրելով Հունարեն բնակիրը օրթոթոմիս գսե օրթո շիդակ ուղիղ կնշանակե ուրգե ցակում արած է օրթոդոքս բառը օրթո թոմիս երկու բառերու միացումն է օրթո ուղիղ կնշանակե թոմիս գդրել ցեվել կնշանակե եւ օրթոթոմիս բառը կկործածեին այն բանվորներուն գադարած կորձին որոնք իրենց արդի մեջ ճուրի ջամփաներ գփանային
գծևեին ցև գուդային որբեսի ճուրը հոսի եւ երթահոն ուր որ պետք է Բողոս Արաքյալ ասել գուզե Տիմոթեոս քաչերիր եւ Աստուծո խոսքը շիդակ ցևե շիդակ գդրե ամեն բան իր դեղը թիր եւ բացադրե եւ ոչ թե աչեն ցախեն համարներ առնելով ինչպես շատ գնեն հետեւաբար ինչպես որ Ոևե ամեն մարդու կորձը չէ հոակորձը լալ ճուրի ջամփաներ փանալ այնպես էլ ամեն մարդու կորձը չէ Սուրբ Գիրքը բացադրելը այնպես որ Սուրբ Գիրքը բացադրողը լավ պետք է սերդե Աստուծո խոսքը եւ այդ ժամանակաշրջաններու մեջ ստեղծվող վիճակները լավ պետք է հասկանա Աստուծո փրկության մեջ եղող ժամանակաշրջանները զանոնք իրար մե պետք է զանազանեն այնպես որ այլապես ինչպես որ բարավգիները սուրճի կավաթը գարնեն գնային գխոսին ճիշտ այդպես պիտելլա Սուրբ Գիրքը ցերկերնին փեն պիտելեն աչեն ցախեն համարներ իրարու պիտ փակցնեն եւ վարդապետություն շինեն այնպես որ լավ պետք է հասկանանք մեր դիրոջ խոսքերը որ գսե ծրի արերեք ծրի դվեք հադուկ հрьяներուն ղրգվածներն են անոնք արաքյալներն են այնպես որ ավետարանին ուսուցումը հստակ է ինչպես որ արաքյալն ալ գիհիշե մեր դերն ալսավ որ ավետարանը քարոզողները ավետարանեն ապրին դասերորդ համարը արաքյալը հոն գսե բայց եկեք ասկայնով բավարարվինք դերգամի եկող ուրփատ բիդի շարունակենք դասերորդ համարը որ գսե թուք վգայեք եւ ասվածալ թե ինչպես սրբությունով ու արդարությունով եւ անարադությունով վարվեցանք ցեզի հետ որ հավատացիք այս համարի մեջնալ Աստուծո ծառայելու 3 թրական հատկություններ գիշե այնպես որ Աստուծո ծառան ունենալու է սակայն քալ ուրփատ պիտի շարունակենք դերոջը խաղաղությունը ծեր բոլորին հետ լա եւ լակ առողջ իր բարքին համար ամեն